կարծում եմ սրանք շատ կարևոր ուղղություններ են։ Զարուհի Փոստանջյան, համեցեք Տիկին Փոստանջան։ Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությունն եմ ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք իմ կողմից ներկայացված ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ հայտարարությանը, թեպետ նրան, որ այս հայտարարությանը պետաիրավական հանձնաժողովը դրական վերաբերմունք չի ցուցաբերել, այնուամենայնիվ կարծում եմ, որ դուք պետք է կողմ քվեարկեք եւ մենք այստեղ քննարկենք ժողովրդի ապստամբության իրավունքը, որովհետև ապստամբություն տեղի ունեցավ ամռանը եւ ապստամբողները մեր հանրության բոլոր սոցիալական շերտերի ներկայացուցիչներն էին եւ նրանցից առավելը ներկայացնում էին առաջի Արցախյան պատերազմը եւ հետեւաբար մենք ունենք խնդիր լսելու թե ինչու ապստամբեցինք, մեր ժողովրդի մի մասը վերցրեց զենքը եւ զենքի միջոցով պաշարեց ոստիկանությունը եւ դրանից մենք պետք է նաեւ դասեր քաղենք, հատկապես հաշվի առնելով, որ այս պահին մենք ունենք շուրջ 6 միլիարդ դոլարի պետական պարկ եւ այդ պարտքի սպասարկումը մեզանից ստանում է միլիոնավոր դոլարներ եւ այդպիսի պարտքերի տակ են մեր բոլոր հայրենակիցները, որովհետեւ վարկեր են վերցրել եւ չեն կարողանում այդ վարկերը ժամանակին փակել։ Հետևաբար ապստամբության իրավունքը եւ իրացումը չեն կարող բացառել նաեւ ապագայում։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ մենք քննարկենք այս հայտարարությունը, միգուցե հետո նաեւ չցանկանաք ընդունել հայտարարության դրույթները, բայց այնուամենայնիվ հորդորում եմ ձեզ կողմ քվեարկել եւ մենք անցկացնենք քննարկում։ Այդ քննարկումը մեզ բոլորիս անհրաժեշտ է։ Ազգային ժողովը վերջ ի վերջո այն մարմինն է, որտեղ պետք է անցկացվեն քաղաքական քննարկումներ հենց քաղաքական օրակարգի շուրջ։ Իսկ Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակությունն ավարտվեց։